Մեր երկրում շարունակում են վերել կապրել։ Միջազգային ասպարեզից այս անգամ հարուստ տավարով հայրենիք են վերադարձել Այկիկենդո կարատեի հայկական ֆեդերացիայի սաները։ Հոկտեմբերի 18-ից 28-ը Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցած Գլոբալ Թեքվանդոյի Եվրազիայի առաջնությունում Հայաստանը Այկիկենդո կարատեի հայկական ֆեդերացիան էր ներկայացնում։ Մեր 7 մարզիկներից միայն Տիգրան Դավթյանը հայրենիք վերադարձավ ձեռնունայն։ 39 կիլոգրամ քաշային Վանիկ Պապոյանը, 45 կիլոգրամ քաշային Տիգրան Մխիթարյանն ու 63 կիլոգրամ քաշային Ռազմիկ Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեցին։ 33 կիլոգրամ քաշային Նորայր Ասոյանն ու 63 կիլոգրամ քաշային Լևոն Մինասյանն արծաթե մեդալով բավարարվեցին։ Իդեպ Լևոն Մինասյանը երկրորդ տեղը գրավեց VTF եւ GTF ոճերում։ Արծաթե մեդալ նվաճեց նաև Այկիկենդո կարատեի հայկական ֆեդերացիայի նախագահ եւ գործող մարզիկ 80 կիլոգրամ քաշային Դավիթ Աթանեսյանը։ Իհարկե ուժեղագույն մարզիկներ էինք տարել մրցումների եւ իհարկե ես շատ գոհ եմ մրցումների արդյունքներից։ 1 պարտություն եւ 3 ոսկե 4 արծաթե մեդալ դա մեր համար փոքրիկ հանրապետության համար լուրջ արդյունք է։ Եվ թիմային հաշվարկով մենք գրավեցինք 13-14 պետության մեջ 3-րդ տեղը։ Առաջիկայում ունենք պատրաստելու Պարսկաստանում կայանալիք միջազգային առաջնություն, դրանով այս տարի մենք կեզրափակվենք մեր միջոցառումները եւ Գառնանը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի 2009 թվականի առաջնությանն ենք պատրաստվելու, որից հաջող հանդես գալուց հետո նոր Շվեյցարիայում ամռանը օգոստոս ամսին աշխարհի առաջնությանը։ Կարո Պողոսյան